կազմակերպության հայտարարության մեջ։ Դա հաշվեհարդար էր, դատաստան, ոչ թե դատարան։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել լքել իրենց հողը, Արցախը, տները, գերեզմանները, եկեղեցիները եւ օկուպացված Լեռնային Ղարաբաղում։ Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաեւ ճակերտների մեջ ապշեցուցիչ զուգադիպությանը, դատավճիռը հրապարակվել է Փաշինյանի եւ Ալիևի կողմից մարդկային եղբայրության համար մրցանակ ստանալու հաջորդ օրը։ Այստեղ ուզում եմ կրկնել, դա հաշվեհարդար էր, այս ցմահ հետ կապված այս հայտարարությունը եղել, դատաստան, ոչ թե դատարան։ Սա ադրբեջանական բանտի մասն է խոսքը, Բաքվի բանտի մասն է։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։ Ոչ ավել, ոչ պակաս, այս հայտարարությունից հետո գիտեք, որ մի անգամից հետ կանչեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանին Բաքվում, փորձեցին պարզաբանում ստանալ եւ այլն, նորից հիշեցնեմ, որ Զատուլին է եղել եւ մնում է հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկը, բայց այդ ամենով հանդերձ կարծեմ ծայրից ծայր օբյեկտիվություններ եւ ընդհանրապես փաստեր էր արձանագրվել, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Հետո ուշագրավն ինչ էր, այս մեծ աղմուկ, ինչպես դուք շատ լավ նկատեցիք, դաժան ռումբ էր Բաքվի գլխին, Ալիևի գլխին, նաև ասում ենք Նիկոլի գլխին, այսպիսի հայտարարություն է անում։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին Ալիևի առաջարկած 5 միլիարդը վերցրել է Փաշինյանը, ասել է Զատուլինը։ Դա իմ ենթադրությունն է, այդ փողերը 5 միլիարդի մասին է խոսքը։ Վերցրել է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, ինչպես այժմ մենք պարզում ենք, նա Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր թեկնածուն է։ Հունիսի 7-ի ընտրություններում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը։ Խնդրեմ, այս հայտարարությունների հետ կապված ինչ ունեք ասելու։ Հիշում եք, որ այս թեման շատ առաջ եկավ նրանից հետո, երբ որ այն ձայնագրությունը հայտնվեց, որտեղ որ Լուկաշենկոն ասում էր, որ վերցրու 5 միլիարդը, ես Սերժ Սարգսյանը հակընդդեմ առաջարկում էր, ես կտամ 5 միլիարդ, թող հրաժարվի, նրանային թող հրաժարվեն Արցախից։ Գիտեք, Զատուլին այս հայտարարությունը մանավանդ 5 միլիարդի վերաբերյալ, ինքը իհարկե դա իր ենթադրությունն է, ինչպես ինքն է ասում, որ ինքը ենթադրում է, որ այնուամենայնիվ այդ 5 միլիարդը աշխատել է տվյալ պարագայում, ուղղակի այն ինչ որ առաջարկվել էր Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանն է վերցրել եւ արել։ Ենթադրության հիմքում ես կարծում եմ այն գաղափարն է, որ թերևս հենց այնպես որևէ մի իշխանություն այսպիսի արարքներ չէր անի իր երկրի գլխին եւ իր բնակչության գլխին կամ Արցախի գլխին, ինչպես դա եղավ այս իշխանության օրոք Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։ Այսինքն այստեղ ես հիշեցի երկրորդ նախագահի վերջերս արտահայտած այն միտքը, հերթական անգամ երբ արտահայտեց, ասեց, որ եթե որևէ մի գործակալ ուզեին ունենալ, ասենք որևէ մի երկիր, ավել բան չէր անի, քան արել է այսօրվա իշխանությունը։ Եվ այս պարագայում, այսինքն Զատուլին ամենայն հավանականությամբ տրամաբանական շղթայի վերջում եկել այն եզրակացության, որ միայն շահագրգիռ մարդը, շահագրգռված մարդը, ում շահագրգռել են դրսից, կարող էր նման քայլերի դիմել, նման հաջորդականության քայլերի դիմել, որոնք ի վերջո բերեցին այս արդյունքների, որոնք տեղի ունեցան։ Այս առումով իհարկե դա, այսպես ասենք, ոչ պաշտոնական հայտարարություն է, բայց պաշտոնատար անձի, որը որ, այսպես ասեմ, բավականին լուրջ կշիռ ունի, այնուամենայնիվ Ռուսաստանի իստեբլիշմենտում, իշխանական վերնախավում, եւ որը որ որքանով ես գիտեմ, բավականին, այսպես ասենք, մուտք ունի Կրեմլի այն աշխատասենյակներ, որտեղ որոշումներ են ընդունվում։ Այսինքն ես կարծում եմ, դա իհարկե մասնավոր կարծիք է, բայց դա երևի թե որոշ շրջանակների նաև հավաքական կարծիքն է ընդհանուր առմամբ։ Ինչ վերաբերում է այդ հայտարարության առաջի մասին, որը վերաբերում էր բանտարկյալներին, մեր ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված այդ ՑՄ դատապարտումներ եւ այլը, ապա սա նույնպես իմ կարծիքով որքանով վերաբերում է Ալիևին կամ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությանը, ոչ պակաս վերաբերում է նաեւ Հայաստանի ղեկավարությանը, որովհետեւ դա ընդհանրապես նոնսենս է առհասարակ,
եթե դու չես կարողանում նույնիսկ պարտվելով պատերազմում առհասարակ չես կարողանում լուծել քո ռազմաքաղաքական ղեկավարության հարցը եւ ըստ էության թույլ ես տալիս, որպեսզի իրենք գերի ընկնեն ընդհանրապես։ Այսինքն դա ցույց է տալիս այսօրվա իշխանության էֆեկտիվությունը, այսօրվա իշխանության քաղաքական եւ մարդկային քաշը, եթե կարելի է այդպես ասել, որ իրենք նույնիսկ պարտվելուց հետո, նույնիսկ այն ժամանակ, երբ ըստ էության արդեն համագործակցում էին Ալիևի ռեժիմի հետ, դա արդեն 23 թվականն էր, հա, սեպտեմբերն էր, արդեն 3 տարի էր անցել եւ մենք հիշում ենք այդ 3 տարվա ընթացքում ինչ գործընթացներ գնացին, ի վերջո այդ 3 տարվա ընթացքում 22 թվականի հոկտեմբերին եղավ Պրագայի հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, Հայաստանի այսօրվա ղեկավարի կողմից, այսինքն կար կենթանի կոնտակտ, կար քաղաքական, ինչ որ հարթակ, որտեղ կարող էին հարցեր լուծել, ես կարծում եմ ուղղակի Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ այդ հարցը Հայաստանի իշխանությունների համար բացարձակ ակտուալ չէր, եթե չասեմ գուցե հակառակը, այսպես ասենք, ներքաղաքական իրավիճակից ելնելով գուցե Հայաստանի իշխանությունը առհասարակ հակառակը շահագրգռված էին, որպեսզի այսպիսի ընթացք ունենա, չեմ պնդի, որ ասենք ուզել են, որպեսզի դատավճիռը այսպեսին լինի, այդպեսի հիմքեր այս պահի դրությամբ չունեն, բայց համենայն դեպս փաստ է, որ որևէ ճիգ, որևէ գործընթաց, որևէ այսպես ասենք էֆեկտիվ քայլ, որպեսզի մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հետ վերադարձվի Հայաստան կամ ինչ-որ երրորդ երկիր, տարբեր տարբերակներ են լինում, իրավաբանները ձեզ երևի թե մի 10 տարբերակ կասեն, որոնք նաև բխում են միջազգային պրակտիկայից, մոտավորապես նման իրավիճակների, թեպետ նորից եմ ասում, ես չեմ հիշում դեպք, երբ ասենք պատերազմի արդյունքում որևէ երկրի չճանաչված թե ճանաչված ղեկավարությունը գերի վերցվի փաստացի։ Եվ այդ ուղղությամբ 6 տարի շարունակ մայր երկիրը, այսինքն այն երկիրը, որը հանդիսանում էր այդ մյուս երկրի գարանտը։ Չմոռանաք, որ Պուտինն ասեց, ես չեմ տեսնում, որ ձեզ մոտ ուզում են։ Այդ ինչ ակնարկել, շատ պարզ բան է ակնարկել, որ ոչինչ այս իշխանությունը չի անում, որ վերադարձնեն, այո, բան ասվեց, այսինքն այս հայտարարությունները, որոնք հնչեցին Լազարյան ակումբի կողմից, ակումբում, դրանք նորից եմ ասում, որքանով վերաբերում են Ադրբեջանին, դա ակնհայտ է, դա ուղղակի այսպես ասենք, ուղղակի փաստ է, դա նույնիսկ քննարկման թեմա չէ, բայց ամեն դեպքում կարծում եմ ոչ պակաս չափով վերաբերում են նաև այսօրվա Հայաստանի ղեկավարությանը իր ղեկավարի գլխավորությամբ։ Իդեպ կասկածի բաներ կան իրենց կողմից, մենք պարզ է, մենք դրա մասին միշտ խոսել ենք, չենք թաքցրել, որտեղ մարդը, որ գալիս է, ասում է բանը Արցախի ինքնիշխանություն, իրավունքներ, Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ ինչ է տեղի ունենում, մեկ էլ հետո տեսնեմ որդուն ուղարկում է այնտեղ ծառայության, հետո ինչ որ բաներ է տեղի ունենում, դրանից հետո ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ, ինչ է տեղի ունենում կամ բոլորը, այսինքն ակնհայտ է, չէ, որ ինչ որ մի բան տեղի ունեցել։ Հիմա թե 5 միլիարդ են տվել, թե ինչ, պատմությունն ու ժամանակը ցույց կտան, բայց այսպիսի հարցեր կարող են հնչել։ Այսինքն կասկածներ կարող են լինել։ Իհարկե կարող է լինել եւ այդ կասկածները հնչեցվում են պետական դումայի, Ռուսաստանի պետական դումայի, ԱՊՀ երկրների գծով ոչ պատահական մարդու կողմից, նախագահի տեղակալի կողմից, դա էր պատճառը, որ ասում եմ, սա իհարկե ոչ պաշտոնական հայտարարություն է, բայց պաշտոնական երանգներ ունի։ Ինչու ինչ եք կարծում, ինչու հիմա այս հայտարարությունը եղավ եւ ընդհանրապես վերջին այցը Ալենի Ռուսաստանի Դաշնությունից հետաքրքիր է սեղանի շուրջ այդ բանավեճ ասեմ, զրույց ասեմ, ինչ ասեմ, կարծեմ պատահական էլ չէր, որ դա պարզ էր, Ալենին չէր ասում այդ խոսքը, երբ որ Լավրովը ասաց, որ այնպես չի, որ մենք դեռ կանդրադառնանք Սիրիա, Մադուրոյի վերջը այս երկրներին, այսինքն մենք դեռ Իրան, մենք դեռ անդրադառնալու ենք Հայաստան, այսինքն մեզ համար սա նաև աշխարհին էր ուղղված այդ բանը, որ դեռ փակված չի այս հարցը։ Կապ տեսնում եք ընդհանրապես այս լարվածության վերջին փուլի եւ այս հայտարարությունների, թե ուղղակի իսկապես պորտկում էր, երբ որ Ադրբեջանը որոշում կայացրեց, այս մրցանակը ստացավ Նիկոլն ու Ալիևը եւ Ադրբեջանը որոշեց ցմահ դատապարտել։ Կապ տեսնում եք, թե ինչու հիմա։
ակնհայտ է, որ սա նաև առիթ էր, որպեսզի նման հայտարարություն արվեր, բայց ընդհանուր առմամբ այս հայտարարությունն էլ պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում Ռուսաստանի որոշ ղեկավար ներկայացուցիչների արած հայտարարությունների կոնտեքստում, որովհետև այս հայտարարությունն էլ քանի որ դա ոչ պաշտոնական էր, ավելի բաց էր, ավելի կոշտ էր, այսպես առանց դիվանագիտության, առանց դիվանագիտական, այսպես ասենք, հնարքների էր, բայց մենք լսեցինք, թե ինչպես ընդունեցին Հայաստանի ազգային ժողովի նախագահին, ոչ միայն Լավրովի մոտ, այլ նաև Մատվիենկոյի մոտ, մենք բոլորս հասկանում ենք, որ այն հարցերը, որ հնչեցվում էին լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, անընդհատ իրար հետևող հարցերը, դրանք նույնպես նման միջոցառումներ հենց այդպես չեն տրվում, նույնիսկ հատուկ պրոտոկոլ գոյություն ունի, ով պետք է հարցեր տա, ասենք 2 հարց, 3 հարց, դա հենց պատահական, այսպես ասենք, լրատվամիջոց չեն, սովորաբար դա պետականի հետ կամ պետական լրատվամիջոց համարյա պետական այսպես կարգավիճակ ունեցող լրատվամիջոցի ներկայացուցիչներ են տալիս եւ հատուկ հարցեր են, որոնք պետք է հնչեցվեն։ Այստեղ կարևորը նույնիսկ պատասխանը չէ, ինչքան հարցը։ Մենք տեսանք դա։ Այսինքն հիմա գիտեք, ես կարծում եմ, որ այս իրավիճակը, որ ստեղծվեց Մոսկվայում, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը փաստացի Հայաստանը եւ Հայաստանի ներքին քաղաքական կյանքը դարձրեցին գեոքաղաքական պայքարի առարկա, որովհետեւ երբ դու հայտարարում ես, ինչպես Լավրովն էր ասում, երբ դու հայտարարում ես անընդհատ ինչ-որ հիբրիդային պատերազմի մասին եւ առնվազն ակնարկում ես Ռուսաստանին, դա նշանակում է, որ Ռուսաստանը ընկալում է, որ դու փաստացի բարիերի այն մյուս կողմն ես, բարիկադի այն մյուս կողմն ես, ավելին դու տղա ես բերում քո երկիր, որպեսզի այսպես կոչված, օրինակ Ռուսաստանի դեմն առնեն։ Ընդ որում Ռուսաստանի համար բավականին զգայուն նախադեպի շուրջ միշտ խոսվում է, չէ՞, Մոլդովայի տարբերակը եւ այլն։ Այսինքն Ռուսաստանի ղեկավարությունը հիմա ամենանախընտրական շրջանում Հայաստանի այսօրվա իշխանությունների համար բավականին սուր շրջանում, այսպես զգայուն շրջանում հարց են բարձրացնում՝ ի վերջո դուք որտեղ եք առհասարակ, դուք որտեղ եք, այսինքն մենք ով ենք, մենք բարեկամ ենք, մենք նեյտրալ երկիր ենք, թե թշնամի ենք, որը ձեր դեմ իբր հիբրիդային պատերազմ։ Բայց ռուսները հայտարարություն են ակնկալում, խոսք են ակնկալում, թե գործողություն, որտեղ գործողությունները ամբողջ հակառուսական, այսպեսի գործողությունները ոչ մի հայտարարություններ չեն ակնկալում, ռուսները ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ լսում են, ավելին ձեզ ասեմ, տեսնում են նույնիսկ այն, ինչ որ Հայաստանի ղեկավարությանը թվում է, թե իրենք չեն տեսնում եւ չեն լսում ընդհանրապես, որովհետև Ռուսաստանը այնուամենայնիվ գերտերություն է կամ առնվազն գերտերության հավակնություններ ունեցող երկիր է իր համապատասխան ծառայություններով եւ այլն։ Եվ շատ դեպքերում նաև պետք չի լսել, տեսնել, այսինքն ամեն ինչը հայտարարվում է բառացիորեն բաց տեքստով, ու եթե ասում են հիբրիդային պատերազմ ու չեն նշում, թե այդ հիբրիդային պատերազմը ով է հրահարում, ով է անում, դա չի նշանակում, որ եթե այդ բառը չի հնչում, ապա բոլորը ապուշներ են եւ ընդհանրապես ոչ մի բան չեն հասկանում, առավել եւս, որ Եվրամիության բարձրաստիճան այդ պաշտոնյան Կալակալասը հիշում եք, ինքը իր ալիբին ունեցավ, չէ՞, ինքը ասաց, մեզ խնդրել են, որպեսզի մենք, այսինքն իրենք որպեսզի ուղղակիորեն չմեղադրվեն, որ միջամտում են Հայաստանի ներքաղաքական նախընտրական նույնիսկ պայքարի մեջ մի կողմից, այսպես ասենք, իշխանության կողմից նախընտրական պայքարում, իրենք ուղղակի ասացին Հայաստանը ինքն է պաշտոնապես մեզ դիմել, որպեսզի մենք օգնենք, մենք չենք, մեր մտքով չի անցնում, բայց հիմա դիմում ենք, եւ հետո բացվեց, այսինքն ասեց, այստեղ նույն տարբերակն է, ինչ որ Մոլդովայում, երբ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ էր անում եւ այլն, եւ հիմա նույն բանն ենք անելու, որպեսզի Հայաստանում է Ռուսաստանը չկարողանա, այսպես ասենք, իրենց հաճո իշխանության դեմն առնել։ Այսինքն դրա մասին ուղղակիորեն ասվեց։ Հիմա ես կարծում եմ ուղղակի նախընտրական շրջան է եւ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այսօրվա իշխանությունների համար շատ կարեւոր է առնվազն, այսպես ասենք, Ռուսաստանի քիչ թե շատ նեյտրալ գոնե իր բանը, վերաբերմունքը եւ հիմա բավականին լուրջ այս հայտարարություններով ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որովհետեւ հիմա Հայաստանի իշխանությունները նախընտրական այս շրջանում խոցելի են արտաքին քաղաքական տեսակետից, այսինքն ինչքան էլ իրենք ձգտեն Միացյալ Նահանգների աջակցություն ստանալ, օրինակ
Թուրքիայի, Ադրբեջանի կամ Եվրոմիության եվրոբյուրոկրատիայի Բրյուսելյան, միևնույն է անգամ այսօրվա մեր իշխանությունները, այստեղի իշխանությունները իրենք շատ լավ հասկանում են, որ այնուամենայնիվ իդեմս Ռուսաստանի ունենալ լուրջ հակառակորդ, դա ամեն դեպքում վտանգավոր է, որովհետև դու չես կարող երաշխավորված լինես, որ եթե մինչև հիմա 5-6 տարվա ընթացքում կոնկրետ գործողություններ չեն եղել, պրակտիկ գործողություններ գետնի վրա, ոչ թե մեդիա դաշտում օրինակ, ապա դա այդպես է լինելու է, առավելևս, որ այս տարիների ընթացքում միջազգային իրավիճակն է էապես փոխվել, խաղի կանոններն են փոխվել ընդհանրապես միջազգային ասպարեզում, որովհետև նույն Միացյալ Նահանգները իրենք խաղի նոր կանոններ են արձանագրել եւ հաստատել, այսինքն Միացյալ Նահանգները Գուցե դրանից են ոգևորված զանգ, իրենց թվում է դե հիմա այսպես անխոչնդոտ մարդիկ մտան վերցրեցին, անխոչնդոտ, տեսես Կուբայի հարցերը ոնց որ թե լուծում են, Իրանի հետ կապված այդպես հարցեր են լուծում են, այդպես Միացյալ Նահանգները ես կարծում եմ այն ինչ որ անում են իրենց մայրցամաքում կամ այդ այսպես ասենք Պոլուշարիայում ոնց որ ուղղակի Պուտին բաններ Տրամպը ասում էր որ Գրլանդիան մեր բանում է, այդ գնդում է բանի Պոլուշարիայում է, այսինքն եթե այդ խաղի կանոնները դու դնում ես, ապա դա նշանակում է որ լեգիտիմացնում ես նաև այլ գեոքաղաքական կենտրոնների հնարավոր գործողությունները։ Դե հիմա ասում եմ մենք Ի վերջո գիտեք, երբ Տրամպը նման խաղի կանոններ է դնում եւ այդ խաղի կանոնների հիմքում ուժն է, ընդ որում բառացիորեն, ոչ թե օրինակ մի բան է, եթե դա մրցակցություն հայտարարվեր տնտեսության ոլորտում, տնտեսական, տեխնոլոգիական եւ այլն, այդտեղ Ռուսաստանը ընդհանրապես բավականին խոցելի է եւ թույլ է, այնքան էլ լուրջ մրցակից չէ, բայց եթե դու խաղի կանոնների հիմքում դնում ես ռազմական ուժը, ապա դա բառացիորեն Պուտինի դաշտն է։ Եվ Պուտինին բավականին ձեռ է տալիս, եթե մրցակցություն է կամ համագործակցություն է, շատ դեպքերում գնում է այդ ոլորտում, այսինքն մայրցամաքներ բաժանելով, եթե հիմքում նոր աշխարհակարգի դա մայրցամաքները նույնիսկ բաժանելն է։ Չէ, այդպես չի, ինքը ամեն տեղ է։ Միացյալ Նահանգները այսօր ամեն տեղ է, երեք չէ, Իրանում է, որտեղ կարողանալու է մտնելու է, բայց միևնույն ժամանակ հիշում եք, որ նույն Տրամպը հայտարարեց, որ Կովկասը դա այնուամենայնիվ Պուտինի զոնան է։ Բայց դե տղան ես էի հարցը ես լուծեցի, Պուտինն էլ ընդունեց։ Բայց երբ որ դու պաշտոնապես դրա մասին հայտարարում ես, իսկ Տրամպի հայտարարությունը այն դա պաշտոնական է, դա նույնիսկ Զատուլինի հայտարարությունը չէ, երբ հայտարարում ես, որ դա իր զոնան է, դա նշանակում է, որ դու ասում ես, որ այնուամենայնիվ ես ամեն ինչ փորձելու եմ համաձայնեցնել, որտեղ դա իր զոնան է, որտեղ հակառակ դեպքում, եթե խաղի կանոնները խախտվում են, ես կարծում եմ ռուսներն էլ որոշակի լծակներ ունեն այն մայրցամաքի վրա, որտեղ, այսպես ասենք, Տրամպի ազդեցության զոնան է։ Հիշենք, ասենք նույն Կուբան, ասենք, օրինակ, եթե չեմ կարծում, որ եթե առանց ռուսների համագործակցության լիներ, ապա այդքան հեշտ կգնար, ասենք, Մադուրոյի кейսը ընդհանուր առմամբ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես այսօր աշխարհում ամենաէֆեկտիվ համագործակցությունը, ես չեմ ասում իդեալական, բայց գնում է Տրամփ-Պուտին համագործակցությունը ու շատ process-ներ, որոնք մենք հիմա տեսնում ենք։ Դե ասում են, այդ ամբողջը իմիտացիա է, որտեղ խորքային Ամերիկան ինքը իր քաղաքականությունը շարունակում է եւ շատ կոպիտ եւ խիստ, տեսեք, միայն վերջին շաբաթվա, եթե նորություններին հետևենք, ինչ հաջողություններ է արձանագրել։ Մոնձի հետ ինչ պայմանավորվեցին, հա, Հնդկաստանի ղեկավարը պայմանավորվեցին, որ այլևս ինքը չի գնելու Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից չի գնելու նավթ եւ ինքը Ամերիկայից դա ենթադրելի է, որ իր մայրցամաքից են, չէ, բերելու տան, այսինքն դրանից գիտեք ինչ ահռելի նաեւ եկամուտ էր ստանում Ռուսաստանը։ Այս ճանապարհը արդեն կարողացան փակել։ Նավերը այս կամ այն կերպ, տեսեք, արդեն քանի նավ են առևանգել, իրենք շատ լավ հասկանում են, որ դրանք ռուսական նավթեր են տեղափոխում եւ այլն, այդտեղից փակել են նորից օգնությունը, ռազմական օգնությունը, տեսեք ինչ հիմնավորում է բերում, ասում է, դե քանի որ ես խաղաղության կողմնակից եմ, ինքս սեղանի կողքը շուրջ նստած եմ Միացյալ Նահանգները, բայց ես այս փուլում էլ դեռ 3 առաջ օրը նոր մեծ խմբականակ զենքի մասին խոսք գնաց, որոշում կայացեց, որ պիտի ուղարկեն Ուկրաինա, մի բան է այդպես, բայց գործնական բանով որ նայեք, իրենք ճնշումներ
Ռուսաստանի շատ կոնկրետ շարունակում է եւ տնտեսապես բավականին խոցելի է դառնում, հա, Ռուսաստանի դաշնությունը։ Գիտեք, ընդհանուր առմամբ հենց խնդիրն առնում է, որ գործնականում գետնի վրա, ստրատեգիական խնդիրների շուրջ որևէ լուրջ, այսպես ասենք, հակասություններ չկան։ Գետնի վրա հենց բառացիորեն։ Երկու խոշոր նավթային ընկերությունների ռուսական արգելեցին եւ թույլ չեն տալիս, որ գնեն։ Որովհետեւ կա ներքին խնդիրներ դեռևս, այսինքն գիտեք, կա փոխհամաձայնություն այն առումով, որ կա փոխընկալում յուրաքանչյուրի գլխավոր խնդիրների շուրջ։ Եթե Միացյալ Նահանգները Տրամպը շատ լավ ընկալում է, որ Ռուսաստանի համար հիմա ամենագլխավոր խնդիրը դա Ուկրաինայի հարցը փակելն է, ապա նույն ռուսները, նույն Պուտինը շատ լավ հասկանում է, որ այս պայդրությամբ Տրամպի համար շատ կարևոր է աշնան ընտրությունները, որին այսօրվա ադմինիստրացիան պետք է հասնի ինչ-որ դրա համար Տրամպը նորից զենք է ուղարկում այնտեղ։ Ես կարծում եմ այդ զենքը այն կրկնապատկում է սանկցիաները, խոշոր ընկերությունների վրա նոր սանկցիաներ է դնում, արգելում է գնել, երկու հետաքրքիր թույլ չտվեց։ Իրականում այնուամենայնիվ դա այն ճակատագրական կամ քրիտիկական ազդեցությունը չունի այսօրվա Ռուսաստանի համար, իսկ բայց ընդհանուր առմամբ իհարկե Ռուսաստանի պարագայում մենք կարող ենք նաև մեր հենց ռեգիոնի հետ կապված բավականին լուրջ, ինչպես ասում են, մեր պրետենզիաներ ունենանք, որովհետև գիտեք Ռուսաստանը որպես գերտերություն կամ որը որ ուզում է դառնալ գերտերություն, ունի մի կարծում եմ սխալ պատկերացում ընդհանուր առմամբ իր հնարավորությունների մասին, իրեն թվում է, որ եթե հիմա տակտիկական նահանջ կարող է կատարել, երբ ուզենա այդ հարցը կլուծի, հա, կարող է վերադառնալ։ Գիտեք, Ուկրաինայի кейսը ցույց տվեց, Ուկրաինայի դեպքը ցույց տվեց եւ նույնիսկ Մոլդովայի, որ դա միշտ չի որ հաջողվում է։ Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ հետևություն արել են արդյոք դու կարծում եք, որտեվ այն տեսքով այն կերպ ինչպես իրենք շարունակում են այստեղ աշխատել, իրենց ներկայությունը հաստատել, բավականին խոցելի, ավելին ամենակարևոր բաներից մեկը, որ անվտանգության սպառնալիք, եթե Ռուսաստանը այստեղից ռազմաբազաները հեռացնում է, բայց մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունը, եթե հաստատվի դա, որ ինքը իսկապես ծախել է Արցախը 5 միլիարդը վերցրել է, այսօրվա իշխանությունը այդ խնդիրը ոնց որ թե չի տեսնում, որ անվտանգային ռազմաբազաները այստեղից դուրս են։ Ավելի հիմա այնպիսի համագործակցության մեջ է մտել Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների, որ ամեն ինչ տանում է դրան։ Երկրորդ կարևոր բանը, որ կարող էին, հա, երկրորդ եւ երրորդ։ Երկրորդը, որ էներգետիկ համակարգով ինչքան փոխկապակցված է Ռուսաստանի հետ, այսօր անգամ Հակինազը գրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նաեւ Խաչատուր Սուքեսյանի նկարը կա ամբողջ էներգետիկ համակարգը վաճառել Թուրքիային։ Ատոմակայանի մասին խոսք առաջարկ արեց, չէ՞, լավ, մենք կարող ենք այնտեղ ինչ որ նոր ատոմակայանի մասին է խոսքը, դուք հասկանում եք, չէ՞, ինչ ճակատագրական է լինելու մեզ համար, որ ատոմակայանը փակեն եւ մոդուլային ինչ որ համակարգ են անում, որ դեռ ոչ միտեղ չի կիրառվել, չի աշխատել։ Անկամ ֆրանսիացի բան ընդունում են, որ ինչքան արդյունավետ եւ ժամանակակից է, հա, Ռուսաստանի Դաշնության այդ ատոմային այդ բան համակարգը եւ իրենց են խնդրում, որ գան կառուցեն եւ այլն, չնայած այնտեղ որոշակի արդեն մրցակցային բանի մեջ է մտել, օրինակ Ղազախստանում, Ուզբեկստանում, Չինաստանը, որտեղ բավականին ավելի էժան են, ավելի արդյունավետ է, չգիտեմ արդյունավետ է թե չէ, բայց ավելի էժան գնով են պատրաստ անել։ Հիմա ամեն ինչ տանում է նրան, որ սրանք պատրաստվում են ատոմակայանը փակել, այսինքն Հայաստանը ամբողջությամբ շրջափակման մեջ դնել եւ Ռուսաստանին էլ դուրս են մղում։ Դուք հարցնում եք հետևություն արել են թե չէ, ես գիտեք կարծում եմ իհարկե հետևություններ արել են այն առումով, թեկուզ ես այն պատճառով ունեմ դրա մասին մտածելու, որ գիտեք, որ ամենայն դեպս նախագահի ադմինիստրացիայում բավականին լուրջ վերադասավորումներ են եղել, նոր բաժիններ են բացվել, նոր կոմիտեներ, չգիտեմ ինչեր, որոնք զբաղվում են որոշ տենդերներ շահելով եւ տենդերները տրամադրելով սրան նրան եւ փող աշխատելով նաեւ։ Սա էլ կա, էլի։ Դա ավանդական հատկատներ, ավանդական այն եղանակները, որոնք բնորոշ են այդ երկրին իր ավանդույթներով, հա, այդ հին ավանդույթներով, որոնք միշտ կան ու կլինեն իմ կարծիքով։ Այս առումով հետևություններ արել են, բայց արդյոք ռեսուրսային առումով իրենք պատրաստ են ավելի լուրջ քայլերի իրենց շահերից ամեն դեպքում ելնելով, հիմա դժվար է միանշանակ ասել, իհարկե Համենայն դեպս այն հայտարարությունները, որ արվում են, ավելի կոշտացված եւ թիրախային հայտարարությունները, որ անում են, ցույց են տալիս, որ իրենց մոտ մտահոգություն կա։ Հիմա այդ մտահոգությունը դա ինչպես կազդի մեր
նախընտրական շրջանի վրա, այսինքն ներքաղաքական իրավիճակի վրա, այստեղ առնվազն երկու տարբերակ կա, եւ ես կարծում եմ երկուսն էլ զուգահեռ անելու են, այսինքն փորձելու են եւ իշխանությանը սխմել ու ճնշել ինչքան հնարավոր է փորձել այսպես ասենք շրջանից յուր վերադարձնել, որպեսզի եթե հանկարծ իշխանությունը այնուամենայնիվ վերարտադրվում է խոսալու տեղ ունենան, այսպես ասենք, բայց միևնույն ժամանակ կարծում եմ Ռուսաստանը աշխատելու է նաև ընդդիմության հետ, իսկ դա Ռուսաստանի պարագայում ընդհանրապես ունիկալ երևույթ է, որովհետև ռուսները սովորաբար աշխատում են իշխանության հետ։ Ես կարծում եմ, որ երկու այս հիմա որ մոդայիկ այս բառը արդեն վախենում ես օգտագործես, հիբրիդային տարբերակ է լինելու, ես կնախընտրեի սիմբիոզ այս բառը բանանեն, գուցե սասեն օգտագործել Հայաստանի իշխանությունները, որովհետև նոր բառ են սովորել հիբրիդային ամենտեղ պատե անպատե անգամ օգտագործում են այդ ամեն ինչը, այսինքն ես կարծում եմ ռուսները հիմա այս անգամ փորձելու են մի փոքր ավելի բալանսավորված լինի, բայց բալանսը դա չի նշանակում, որ լրիվ հավասարազոր կարող է լինել։ Որ կողմը կլինի, այսպես ասենք, դժվար է հիմա ասել, բայց որ իրենց մոտ կա մտահոգություն, որ իրենց մոտ կա նպատակ քիչ թե շատ վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, ոչ միայն Հայաստանում իմիջիայլոց, այլ նույն Ադրբեջանի հետ կապված, ընդհանրապես ռեգիոնում, դա այլ հարց է։ Սա իհարկե ռեսուրսի հարց է։ Այ դա է ուզում հարցնել։ Տեսեք, Միացյալ Նահանգները, հավաքական արևմուտքը, ինչու ոչ Թուրքիան բաց տեքստով շատ անգամ հայտարարում են, որ աջակցելու են այս իշխանությանը։ Թուրքիան էլ չի անգամ Ֆիդանը հայտարարեց այսպես։ Եվրոպան շատ պարզ հստակ ասում է այսքան գումար են տրամադրելու եւ այլն, Միացյալ Նահանգները շատ, այսինքն բացարձակ բարդույթներ եւ կոմպլեքսներ չունեն այս առումով, գալու են եւ միջամտել։ Ոնց ուզում եք ներկայացեք, այդպես է։ Ինչով է պայմանավորված ռուսների այս կաշկանդվածությունը, որովհետեւ կա ռեսուրսների բացակայություն, թե դեռ իրենք այդպես, այսպես ասեմ, դոդոշային բան, ինչ-որ դանդալոշ ինչ-որ բանի մեջ են, իրենց շատ բնորոշ մեծ կայսրությունները դանդաղ են, չէ, աշխատում, հələ դեռ այնքան են հին ասոցիատիվ բաների մեջ են, որ ուր են փախչելու, ու դա անիծել, հա, արդյոք դեռ դրատակ են, չեն հասկանում, որ փախչելու տեղ կա, ոնց որ թե Արցախը կորցրեցին, պրոբլեմ չի, նույն կերպ էլ կարող է Հայաստանը կորցնել, սա կա, դեռ այնքան քիչ ռեսուրսներ ունեն, հաշվարկել են, որ իրենք ռեսուրսները բավականին քիչ են մտնեն սրա մեջ, մնացած ամեն ինչը իմիտացիա է, որ իբրև թե մենք հետաքրքրված ենք, մենք էլ տեսնում ենք ամեն ինչ, հետևում ենք, որ կարծում եմ իհարկե, որ ռեսուրսների պակաս էլ կա, այսինքն նախապատվությունների բան կա, այսինքն հարց կա, այսինքն որն է ավելի կարևոր այս պահի դրությամբ, որոշակի ռեսուրսների պակաս կա։ Ես ճիշտ ասած երբեք այն կարծիքի չեմ եղել, որ ասենք Հայաստանի հետ կապված, եթե ռուսները ուզենան ինչ-որ հարց լուծեն, ապա այդ ռեսուրսները իրենց մոտ պակասելու են, առավելևս որ այդ ռեսուրսները ընդհանուր առմամբ Հայաստանում արկա են արդեն վաղուց, թե տնտեսության մեջ, թե նույնիսկ ուժային առումով։ Ամբողջ տնտեսության հիմնական ստրուկտուրան ֆաների ստրատեգիական նշանակության։ Դե հատիկ տանում թուրքերի տակ, հեծը վերցրել է, մարդը պատրաստ է թուրքերին վաճառել։ Տեսեք ոնց է տանում։ Նույնիսկ այսօրվա դրությամբ այնուամենայնիվ այդ ռեսուրսները, որոնք այլ երկրների պարագայում իրենք այնուամենայնիվ պետք է ինչ-որ մի ձևի ներդնեին այնտեղ, ընդհանուր առմամբ այստեղ արկա են։ Այսինքն իրենք ես կարծում եմ հենց այդպես է մտածում են։ Դա այլ հարց է, որքանով է դա արդարացված, որովհետև այսինքն դեռ իրենց կարծրացած բանից չեն ազատվել։ Ընդհանրապես վերջի 20 տարվա բանը հենց նույն Պուտինյանը Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս, որ իրենք ունեն բավականին անհաջող կեյսեր, չէ՞, Ուկրաինայի հետ կապված։ Այնտեղ էլ են նույն ձևի մտածել։ Ես քիչ առաջ դրա մասին էի ասում։ Նույն Մոլդովան, նույն Ուկրաինան, հա, ասենց եւ իմիջիալոց Միջին Ասիան էլ այո, պրոբլեմներ կա։ Չինաստանի օրինակը պատահական չբերեցի, որ հիմա այնտեղ էլ որ շատ ակտիվ էին, հա, ատոմականներ, բան, Չինաստանը շատ ակտիվ մտել է, այնպես որ խնդիրներ։ Իմիջիալոց Պուտինը ինքն էլ բան այնպես չի որ չթաքցրեց, չէ՞, հիշում եք որ երբ որ մտան Կիև երկրորդ օրն էլ ինչը հայտարարեց, ասեց ես կարծում եմ որ գեներալիտետը պիտի բանանի արձագանքի, այսինքն իրեն զեկուցել էին որ հեսա գնում են Կիև, վերջացավ։ Ողջ բանը գեներալիտետը ձերքերը պարզած ասում եմ վայ մեր եղբայրներ մենք ձեզ գրկաբաց սպասում ենք։ Որ այնտեղ կա մեծ խնդիրներ, ընդ որում այդ թվում նաև իրենց հաղթաթուղթ համարվող ուժային բլոկերում, հա, դա փաստ է։ Դա այսօր որևէ մեկը չի կարող։ Գիտեք, երբ մի երկրում, ասենք օրինակ գրուի բան է, փաստորեն
ղեկավարի տեղակալին են բանում գնդակարում, հիմա մահապորցանում, այսինքն ընդ որում ամենահետաքրքիրն է, որ պարզվեց, որ այդ շենքում հենց իր այդ բանում դռան դեմը կամերաներ չկար առհասարակ նույնիսկ պատկերացնում եք նման կարգի պաշտոնյայի, նման նշանակության պաշտոնյայի, այնր երբ դու բարեբախտաբար կարողացան այն ամենանի ձերբակալել, այսինքն երկիրը որտեղ ընդհանուր առմամբ միշտ չի որ այսպես ասենք լոգիկան աշխատում է, ես միշտ հիշում եմ այդ բանը իրենց sense գրած իրենց բանաստեղծի չէ, умом Россию не понять. В Россию можно только верить. Հիմա այս տարբերակն է։ Մենք ունենք այն ինչ որ կա, իրենք ունեն այն ինչ որ ունեն, իրենք միշտ այդպես էլ շարժվել են եւ դարերով շարժվել են եւ այնուամենայնիվ միշտ կարողացել են քրիտիկական իրավիճակներին հասցնելով։ Իհարկե գինը եղել է 27 միլիոն, 20 միլիոն զո, հիմա 1.5 միլիոն զո, մեծագույն գնով հիմնականում մարդկային, այնուամենայնիվ իրենք կարողացել են ինչ որ արդյունքի հասնել, իրենց դիրքը պահել, եթե գործը հասնում էր բանակին, եթե գործը հասնում էր, մնացած այլ դեպքերում իրենք ասենք մրցակցության չեն դիմանում, մենք բոլորս գիտենք, չէ՞, մի պահ մեզ մոտ շատ մոդայիկեր ասում են փափուկ ուժը ընդհանրապես դա որևէ առնչություն չունի ռուսների հետ, այսինքն դա շատ լավ, ես ճիշտ ասած մեր հիմնական բանը դաշնակիցը իրենք են ասում, չէ՞, բանակն է եւ նավատորմը։ Մնացած ընդհանրապես բայց ոնց որ նավատորներ է խոցելի, մենք տեսնում ենք, որ առևանգում են, չնայած մեկտեղ, երբ որ արդեն ռազմական ուղեկցություն եղավ, հա, կանգնեցին, բայց այդ ռեսուրսներ ոնց որ չունի, ասում են պիտի խնդրի Չինաստանից, որ տրամադրեն այդտեղ էլ։ Հա, չէ, իրանք միջև չեն ռազմական միջև չեն ցեխի մեջ չեն մտնում, դուրս չեն գալիս։ Ամեն դեպքում, այո, շատ լավ եք ասում, ամեն դեպքում պատերազմ է, պատերազմում ամեն ինչ բացվում է, շատ խոցելի խոց։ Գիտեք, դեռ մեծ հարց է, օրինակ նույն Միացյալ Նահանգները կամ մի այլ երկիր, գերտերություն համարվող, եթե 4-5 տարի մենք տեսել ենք, որ մտնում են, ինչ ա լինում, ասենք նույն Աֆղանստանի դեպքը մենք հիշում։ Այսինքն մեծ հարց է, եթե դու մտնում ես 4-5 տարով, ասենք ինչ-որ պատերազմի մեջ, Աֆղանստան, Իրաք, Աֆղանստան, այսինքն որևէ Լիբիա, բոլոր երկրները հիմա 10 կտոր եղած իրար չգիտեմ ինչ են։ Որևէ իրենք ասենք նույնիսկ ռազմական հաջողության են հասել։ Իմիջիանից որ շատ անգամ ասում են ռուսները գցեցին, ռուսները չգիտեմ ինչ այնտեղ, այստեղ, ասում եմ չպետք է մոռանալ հենց հիմա քրդերին, հենց հիմա։ Այսինքն մենք հիմա ուղղակի կենտրոնացած ենք ռուսների վրա, որովհետև երկար դարերով, այսպես ասենք, կամ տասնամյակներով մեր ապահովության սիմվոլը իրանք էին։ Մեր գերհույսեր կային իրենց հետ կապված եւ բնականաբար եւ օբյեկտիվորեն շատ հիաստատված են։ Բայց մենք պետություն ենք ունեցել։ Այո, բայց հիաստատված ենք եւ այլը, չէ, ուզում ասեմ, հույս ունենալով ռուսների։ Անկամ պատերազմի մեջ լինելով, այդ ծայրահեղ վիճակում խաղաղապահներ չուղարկեց Արցախ։ Հետո ասես դե հիմա եթե ձեր ղեկավարն ասում Արցախը Ադրբեջան է, դուք ինչ եք ուզում այդ վիճակում։ Մենք կենտրոնանում ենք ռուսների բանի վրա, այդ բաց թողումների վրա, բայց հիմա քիչ առաջ ասեցին հիշել նույն ամերիկացիների։ Հիշեք Աֆղանստանի այն պատկերը, որ ինքնաթիռից կախված Ամերիկայի հետևից գնում էին, ոնց լքեց գցեց ու գնաց։ Հենց դրա մասին էլ ասում էի, երբ Աֆղանստանն էի ասում։ Ուզում ասեմ, յուրաքանչյուր գերտերություն, երբ խրվում է ինչ-որ պատերազմի մեջ, շատ դեպքում այնտեղ էլ մնում է շատ։ Մեր հաջորդ հյուրը եկել է, շատ չսպասեցնենք, կարճ է, խնդրում համառոտ արձագանք, այսպես ինֆորմացիա գնաց, մատ ինձ թիվը ճիշտ կասեք, Սամվել Կարապետյան եւ Նիկոլ 30 քանի տոկոս 34-33 էր։ Մոտավորապես, հա, այսպեսի, ոնց եք դա գնահատում եւ այս ժամանակահատվածում ինչ կոնկրետ բան, հիմա ես ճիշտ ասած շատ ողջունում եմ, որ շատ կոնկրետ բաներ են ասում, օրինակ փոքր բիզնեսը, որտեղ հաշվարկ են արել, դա տնտեսության բանի բյուջեի 1-2%-ն է կազմում, օրինակ փոքր բիզնեսը, սիրելի հայրենակիցներ, նշանակում է վարսավիրանոցներ, ավտոլվացման կետեր, փոքրիկ կրպակներ, խանութներ, հացատներ եւ այլն, այդ բոլորը ազատվելու են հարկերից, շատ կոնկրետ բան քայլ է, կամ կոնկրետ հաշվարկ կա, որ թոշակը, չգիտեմ, 3 անգամ բարձրանալու է, 5 անգամ բարձրանալու է։ 300,000 աշխատատեղի վրա։ Այո, ես չգիտեմ ինչ է։ Ճիշտ թիրախներ է ընտրված եւ ինչ ունեք առաջարկել, որտեղ է շատ խոցելի եւ որտեղ է կորցնում Նիկոլը։ Տեսեք, Սամվել Կարապետյանի թիմը իրենք ըստ էության շեշտը դնում են, իրենք հասկանում են, որ այն ընտրազանգվածը,
որը որ սովորաբար չի մասնակցում ընտրությունների կամ սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվում է, որ իրենք չեն կողմնորոշվել եւ այլը, իրենք այլընտրանք են ման գալիս։ Սպասում են այլընտրանք կամ մոտիվացիա, ինչու իրենք պետք մասնակցեն ընտրությունների ընդհանուր առմամբ, որովհետեւ դա խոպան է, այսպես ասենք, ցանկացած քաղաքական ուժի համար։ Տվյալ պարագայում իրենք շատ լավ հասկանում են, որ այդ զանգվածը ինքը իր տեսակով, այսպես պայմանական ասած, հեղափոխական չէ, ինքը սպասում է ինչ որ այսինքն այդ զանգվածին են տանելու իրանք հիմնականում աշխատում են դրա վրա, դա չի նշանակում, որ այլ ընտրազանգվածներից էլ կորելացիաներ չի լինելու է, հաստատ լինելու է ընդհանուր առմամբ, բայց այնուամենայնիվ աշխատում են այն ընտրազանգվածի վրա, որը դրական ինչ որ իմպուլսներ է բանանում, սպասում, ոչ թե զուտ քննադատություն է սպասում ընդդիմադիր ռետորաբանությամբ, այլ նաև սպասում է ինչ որ այլընտրանքային մոտեցումներ հենց տնտեսության մեջ։ Իրենք առաջին հերթին զբաղված են սոցիալ-տնտեսական ոլորտում ծրագրեր ներկայացնելով, որովհետև երբ դու գնում ես եւ ներկայացնում ես, որ ես օրինակ այսինչ վայրում գործարան եմ բացելու, եւ դա ասոցիացվում է Սամվել Կարապետյանի հետ, այլևս հարցեր չեն առաջանում փողը որտից է լինելու ընդհանուր։ Օրինակ, եթե այլ ընդդիմադիր ուժեր թեկուս շատ լավ ծրագրերով գնան եւ ասեն, որ այդ նույն գործարանը պետք է բացեն, հարց է առաջանալու փողը որտից է։ Իրանց դեպքում այդ նման հարց չեն տալիս առասարակ, որովհետեւ մոտավորապես բարձր փողը որտից է Սամվել Կարապետյան գումարած ընկերներ եւ այլն։ Այսինքն իրենք այս առումով շատ հասկանալի, իրենք ընկալելի են։ Այսինքն ինչ որ իմաստով Գագիկ Ծառուկյանի հետ բանն ֆենոմենն է, շատ որ նախկինում ասենք այդ միշտ ասում է, որ այդ դա կար, բայց ուղղակի այստեղ մասշտաբները այնուամենայնիվ համաձայնում եք շատ ավելի մեծ են, շատ մեծ հնարավորություններ են, այսինքն եթե այնտեղ միլիոնների մասն է, այստեղ միլիարդների մասն է, գումարած կապեր, գումարած Արդյոք չեն խանգարելու, տեսեք, ասում եք, չէ, որ այդ հեղափոխական բանը չի, արդյոք չեն խանգարելու իրար, տեսեք, այնտեղ Ռոբերտ Քոչարյանի թիմն է, Սամվել Կարապետյանի եւ ամենայն հավանականությամբ չոր դաշինքով Գագիկ Ծառուկյանը, կա ինչու։ Եթե խոսում ենք անվտանգության մասին, պարզ է, չէ, բոլորը հասկանում են, որ այդ անվտանգությունը ապահովողը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա եթե գալիս է Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ գործունեություն է ծավալել Հյուսիսից, մեր անվտանգությունը կապված է եղել Ռուսաստանի Դաշնությանը, դա կարող է նաև ապահովել Սամվել Կարապետյանն, ինչ որ իմաստով նաև Գագիկ Ծառուկյանը, ինչ վերաբերվում է թոշակներ, տնտեսական բանվիճակ, ռեալ ցույց է տվել ասենք Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ռեալ 5 անգամ բարձրացել է եւ այլն եւ աշխատավարձը գիտեք աշխատավարձ բան գոյություն չուներ ինչ է տեղի ունեցել հիմա այս իմաստով էլ Սամվել Կարապետյանը գալիս այսինքն եւ նույնը Գագիկ Ծառուկյանը չէ խանգարելու իրար արդյոք մասամբ իհարկե նորից եմ ասում որոշակի բաներ խաչվելու են որոշակի չափով բայց այնուամենայնիվ իմ կարծիքով մասնավորապես եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի ընտրազանգվածների իրենք ես կարծում եմ այդ խանգարելու տոկոսը բավականին ցածր է լինելու իհարկե կարող է լինել դուք հիշեք մի ժողովուրդը գնում է այն մարդու հետից որ մտածում է ինքը կմոբիլիզացնի կտանի նայեք ես դրա մասին եմ հիմա ուզում ասեմ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը դա ռադիկալ անդիմադիր ընտրազանգված է որոնք ոչ միայն ապագան են ուզում տեսնեն կամ ապագա տնտեսական ծրագրեր կամ չգիտեմ այլ ծրագրեր, որոնք ներկայացնում է Սամվել Կարապետյանը, այլ նաև ուզում են տեսնել մի ուժ, որը որ գալու է նաև, այսպես ասենք, պատժելու է որը որ շատ կտրուկ են տրամադրված։ Սամվել Կարապետյանը չի պատժելու, տարան քանի ամիս նստածեցին մեր ընկալման մասին է խոսքը։ Քաղաքականության մեջ մանավանդ ընտրական գործընթացներում շատ կարևոր է ընկալումը առհասարակ։ Եթե Սամվել Կարապետյանի պարագայում կարող է ամեն ինչ այսպես արդարության առումով ամեն ինչ այնպես է լինել, բայց այնուամենայնիվ ինքը ընկալվում է որպես ավելի շատ կառուցողական գործիչ, որը որ կարող է տնտեսություն վերականգնել, տնտեսություն ընդհանրապես ձևավորել, գիտեք, արդյունաբերություն, 300,000 աշխատատեղ, դեղերի 20% միջև էժանացում, իրենց ծրագիրը գիտեք, իրենք ընդամենը որքանով հասկանում եմ, այն 5 կետերն են ներկայացրել, որոնք գետնի վրա բոլորին հետաքրքրում են, որովհետև դա ավելի շատ միկրոտնտեսություն է, այլ ոչ թե մակրոտնտեսություն։ Ես կարծում եմ այդ ծրագրերն էլ են ներկայացվելու ապագայում։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում դա արդեն իմ կարծիքով բավականին կարծրացած ընտրազանգված գոյություն ունի, որոնք ավելի արմատական են տվյալ դեպքում տրամադրված եւ թե Սամվել Կարապետյանը եւ թե Գագիկ Ծառուկյանը դա այն իրենց քաղաքական ուժերի մասին եմ ասում, դրանք այն ուժերն են, որոնք թերևս ամենաշատը կարող են Նիկոլ Փաշինյանից ձայներ վերցնել գյուղերում։
մարզերում, Իսկ գյուղերում։ հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը, Գիտեք, մի քիչ դժվար է դրա մասին խոսել, որովհետև իրենք ընդհանրապես դեռևս չեն հայտարարել, նույնիսկ մասնակցում են, թե չէ, որպեսզի մենք կարողանանք խոսել ֆորմատի մասին։ Պարզ է, որ եթե իրենք հանգարց եթե իրենք չմասնակցեն, առանձին մասնակցեն, միայն հանրապետական կուսակցությունը։ ես գիտեք, կարծում եմ, որ ամեն դեպքում ոչ թե առանձին են մասնակցելու, որ այլ փորձելու են ինչ-որ մի հատ այլ ֆորմատ գտնել, որովհետև տրենդը հիմա ավելի խոշորացված բաների մասին է, խոշորացված ինչ-որ ֆորմատների շուրջ է գնում։ Մենք հիմա արդեն տեսնում ենք մոտորապես մի 4 խոշորացված, խոշոր կամ 4-ի մասին արդեն 4 խոսում կա, են։ դա արդեն փաստ է ընդհանուր առմամբ, Բայց պատկերացնում եք 5 այդպես խոշորացած Ես բանով ընդդիմությունը հիմա գնա, ինչ է լինելու։ դրա համար հանրապետականի մասին չեմ խոսում, բայց եթե նույնիսկ հանրապետականը ասի, որ չի մասնակցելու, միևնույնն է իր ընտրազանգվածը, սկսած իրեն շարքերից վերջացած ընտրազանգվածով ինչ որ մեկին ընտրելու է, միևնույնն է դա անդիմություն է լինելու։ Հիմա ամենառադիկալը, ինչպես ասացի, գուցե գնում է Քոչարյանը ընտրում, շարքերի մասին է խոսքը, հաշվի առնելով այնտեղ խնդիրներ կան վերնախավերում, գուցե այդպես բան չի, բայց շարքերի առումով այսպես ինչ որ միտեղ գնալու են, կամ արմատական են գնալու, կամ գնալու են, ասենք, այն մյուս ընդդիմադիր բևեռներին ձայներ տալու։ Այստեղ գիտեք, ամենակարևոր խնդիրը այն է, որ դու պետք է կարողանաս մասնակցությունը զգալիորեն ավելացնել, որովհետև 50%-ից ավել ցանկացած տոկոս ինքը զգալիորեն նվազեցնում է Նիկոլ Փաշինյանի շանսերը։ Իսկ դրա ամենակարևոր նախադրյալներից մեկը այն է, որպեսզի դու կարողանաս ընդհանուր ընտրազանգվածին, թե ավելի ռադիկալ կամ հեղափոխական տրամադրել, այն որ փողոց են դուրս գալիս, որովհետև կա զանգված, որը փողոց դուրս չի գալու, բայց ընտրության օրը գնալու է եւ քվեարկելու է դեմ իշխանությանը։ Կարողանաս իրենց բերել ընտրատեղամաս։ Այսինքն դու պետք է, իսկ դա շատ կարևոր է, եթե լինի ընկալում, որ սա միասնական ճակատ է ընթանում, ստրատեգիական միասնություն կա, հակաիշխանական, մնացածը տակտիկա է։ Մի բան էլ, տեսեք, հանրապետականը մեծ փորձառություն ունի ընտրությունների, Հայաստան Դաշինքն այնտեղ հայերական դաշնակցությունը մեծ փորձ ունի, Գագիկ Ծառուկյանը մեծ փորձ ունի ընտրությունների, բայց օրինակ մեր ձևը չունի։ Ոչինչ դա ընտրությունների ժամանակ դուք գիտեք ընտրատեղամասերը շատ կարևոր են։ Ես կարծում եմ իհարկե դա խնդրեմ է, դա կարող է խնդրեմ լինել, բայց այդ ուղղությամբ հիմա մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար ամենտեղ աշխատում են, որովհետև ես տեսնում եմ, օրինակ սոցիալական ցանցերով եմ տեղեկանում շատ դեպքերում, օրական 3-4 բան է բացվում, գրասենյակ է բացվում, այսինքն շտաբ է բացվում։ Դա նշանակում է, որ ես կարծում եմ, որ նաև մարդկային ռեսուրսներ են ներգրավում, այդ թվում փորձված մարդկանց։ Փորձված։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչին ես վստահում եմ, որ այս 3-ն են, որտեղ 20-30 տարի մեջն են եղել։ Ուղղակի ժամանակը գուցե կարճ է, բայց պետք է այդ ամեն ինչ արվի զուգահեռաբար, բայց ես մի բան էլ ասեմ, դուք հիմա նշեցիք էսա փորձված է, նա փորձված ման, ես կարող եմ ասել, հաստատ ընտրությունների մասնակցել են, չէ՞, բոլորը։ Բայց ես կարծում եմ, մենք երբևիցե չենք ունեցել այսքան ռեսուրսային ընդդիմություն։ Երբևիցե մեր պատմության ընթացքում ռեսուրսային բոլոր առումներով, այդ թվում նաև փորձի առումով, որը կուտակվել է։ Ռեսուրսային նկատի ունեմ կառույցներ, ֆինանսներ, կապեր, նույնիսկ արտաքին մեդիա ռեսուրսներ, այսինքն կան ստարտային առումով, եթե սա ստարտային է դեռևս իրավիճակը, բավականին հետաքրքիր իրավիճակ է, կա շանս։ Եվ դա այն պարագայում, երբ իշխանությունը գրեթե չի կարողանում ոչ մի կերպ իր ռեսուրսը մեծացնել։ Մենք տեսնում ենք 2 տարի է զբաղվում է նախընտրական կամպանիայով այն բանը կախիչներից սկսած այդ փուլից հունվարից Չէ, մենակ այն պատկերը, որ դիսկո է, այդ ինչա կոչվում, դիսկո թե ինչ։ Վարչաբենդը։ Չէ, դիսկո է, այսինքն ցկցկոցա կազմակերպում։ Այսինքն ամեն ինչ խեղճ տատի պապիներ, այն ավտոբուսի ժողովրդի հույսին ամնում։ Ամեն ինչ անում է, որպեսզի այդ իր սոցիոլոգիական գոնե տվյալներով 15%-ի այդ շրջանակը մի քիչ մեծացնի, բայց չի ստացվում։ Ինչու մենակ գնաց 3-4 առաջ օրը եկեղեցի։ Դե մենակ չէր, պարզ է, ելի հայրենակիցներ 100 հոգի կային, ուղղակի են հայտնի դեմքեր։ Այդ ոչ մեկի մտքով չհասնի, որ ինքը իր այդ 30 հոգին կան Թիկնազորը, ամենայն հավանականությամբ ինչքան կլինեին առա։ 60-100 հոգեր կողքից։ Ես կարծում եմ իր համար ես միշտ եմ դա ասել, իր համար այդքան կարևոր չի շատ մեծ զանգվածներ տանելը հիմա, իր համար շատ ավելի կարևոր զուտ փաստը, որ ինքը պարակտում է, ինքը ունի իր եկեղեցին, այսպես ասենք,
պայմանական։ Բայց որ գնում դուրս է գալի, հետևից մաքրագործում են ու սկսում են վեհապար հոր անունը տալ։ Դե հիմա իր ամենամեծ խնդրեմը այս եկեղեցու դեմ պայքարում ամենաառաջի եւ մեծ խնդրեմը, որը իր բանից հանում է, հունից հանում է, ինքը քարոզչությունը պարտվել է։ Ինքը միշտ բոլոր բաներում իր գլխավոր զենքը միշտ քարոզչությունն էր, մանիպուլատիվ կլինի, թե ոնց կլինի, հիմա ինքը պարտվում է։ Հենց դրանում է, հենց դա իրեն բանից հանում է, ունից հանում է, այսինքն հիմա իր խնդիրը նա չէ, որպեսզի ինչ որ մի հերթական վարքաբեկված պաշտոնյան հետը տանի այնտեղ։ Իմիջիայլոց ինքն էլ է նույնիսկ հասկանում, որ դրանք ոչ մի բան իրան չեն տալիս, որովհետև եղել են, անլեզու են եւ այլը, ցանկացած լրագրող իրենց կարողանում է հունից անել, ցանկացած լրագրող կարողանում է վարքաբեկել ընդհանրապես վարչապետի հակաեկեղեցական արշավը։ Շատ լավ, եւ ինձ խնդրեցի, որ նորից ասեմ, ուրեմն այսօր փետրվարի 9-ին Հանրապետության հրապարակում նախատեսված ակցիան կիրականացվի Բաղրամյան 26 հասցեում նախագահականի մոտ, այսինքն ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ժամը 18:00-ին։ Հիշում եք, եւ բոլորն էին հայտարարել, եւ Հայ-Աղափական Դաշնակցությունն է հայտարարել, եւ Հայաստան Դաշինքը առաջինը սրա մասին խոսեց Արմեն Աշոտյանը, որ մենք պարտավոր ենք բոլորս լինել այնտեղ։ Ես հույս ունեմ, որ ում մեջ մի քիչ մարդկային բան կա, հայ կա, չգիտեմ ինչ, բոլորը պիտի լինեն այսօր ժամը 6-ին նախագահականի մոտ, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանում է, պահանջով, խնդրով, դիմելով, որ Հայաստանի բանտերից ազատ արձակվեն մեր հոգևորականները եւ Բաքվի բանտերից ազատ արձակվեն մեր հայրենակիցները։ Այո, ես կարծում եմ կարևորագույն միջոցառում է եւ շատ բացառիկ շանս։ Այո, շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Նաիրա Զորաբյանի հետ։